Ամենակախարդական եւ ամենամուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ իմ շատ սիրելի փոքրիկ նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե ձեզ ողջունում են իմ ետևում գտնվող բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները եւ ապաչիները։ Մեր մշտական լավագույն բարեկամ ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, արևածաղկի սերմերով, նույնիսկ աղի ձողիկներով, սիրելի փոքրիկներ, ձեր հայրիկների, մայրիկների, տատիկների, պապիկների համար, նախաճաշիկներով եւ անպայման արդեն գիտեք, այսպիսի գեղեցիկ մարշմելոներ արտադրում, համեղ, արևի համով, ամպիկի համով, սիացանի համով, այսպիսի մարշմելոներ։ Ու գիտեք, որ երբ որ նկարում եք Քերի Մուլտիկնիկի հետ միասին, ամենակախարդական համը ունի մարշմելոն, ուտում եք, համտեսում եք եւ Քերի Մուլտիկնիկի նման շատ գունեղ ներկում եք։ Չեմ մոռանա եւս մեկ ողջույն։ Ձեզ ողջունում է այս տեսախցիկի ետևում գտնվող մեր ժամապահ Քերին, ով շատ բարի է, մեզ եթերային ժամանակ է տալիս, որպեսզի ձեզ հետ միասին կարողանանք նկարել այսօրվա մուլտիպլիկացիոն կերպարին։ Ձեզ հետ մի նոր հերոս ենք ստեղծագործել, դուք սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինի ջնջոցը եւ սև կախարդական մատիտ պատրաստ պահեք։ Հիշում եք, մի քանի շաբաթ առաջ Քերի Մուլտիկնիկը ձեզ խոստացավ, որ լավագույն առաջադրանքների հեղինակների խնդրանքը Քերի Մուլտիկնիկը այս շաբաթ անպայման կկատարի։ Այսինքն առաջադրանքի մեջ ինչ է մտնում, որպեսզի Քերի Մուլտիկնիկը ընտրի, թե որ փոքրիկն է լավ առաջադրանք տվել։ Գեղեցիկ վերնագրով մուլտիպլիկացիոն կերպար, երբ որ դուք առաջադրեք կամ խնդրեք, որ Քերի Մուլտիկնիկը նկարի, անպայման լավագույն վերնագրի հեղինակի առաջադրանքը Քերի Մուլտիկնիկը կկատարի։ Տեսեք այսօր ում առաջադրանքն են կատարելու, սիրելի փոքրիկներ, մեր մշտական հեռուստադիտողներից է քաղաք Երևանից Նարեկ Սարգսյանը 12 տարեկան, ինչ մուլտիպլիկացիոն հերոս է ցանկացել, որպեսզի նկարի։ Դե նամակների սենյակից ես նամակները փորփրում եմ, այնտեղ նայում եմ առաջադրանքները, ձեր նամակները, հեքիաթները։ Այստեղ Նարեկ Սարգսյանը 12 տարեկան շատ է խնդրել, որ Քերի Մուլտիկնիկը իր եւ ձեզ համար սիրելի փոքրիկներ սովորեցնի նկարել Քերի Մուլտիկնիկը այսպեսի մի վերնագրով հերոս, դասական ավանակը։ Ինձ դուր է եկել այս վերնագիրը եւ այսօր ձեզ հետ միասին այս առաջադրանքը կատարելու ենք։ Իմիջիայլոց այս հերոսին որ նկարենք, դասական ավանակի։ Ես մրցույթ կհայտարարեմ, այս շաբաթվա հերոսները եթե նկարեք, մրցույթ եմ հայտարարելու, նկարեք օրինակ մի փոքրիկ պատմություն ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, իսկ Քերի Մուլտիկնիկը խոստանում է լավագույն 3 նկարի եւ հեքիաթ պատմության հերոսներին հրավիրել իր տաղավար։ Դե մնացածը որպես անակնկալ կլինի։ Այսպես, դասական ավանակին նկարելու համար ինչից ենք սկսելու։ Ուրեմն կտանք նրան լայն եզր գլխարկ, փայտիկ, այսպես ձեռնափայտ կտանք, գեղեցիկ հագուստ, երևի թե թիթեռնիկ, փողկապ, տեսնենք ինչպես կստացվի։ Եթե ասում ենք լայն եզր գլխարկ, սկզբից նկարելու ենք սիրելի փոքրիկներ լայն եզր անգլիական գլխարկը, այսպեսին։ Ձվաձև կլորիկ։ Այսպես, կոր շերտիկներ, կորգծիկով միացնում ենք իրար, այ լայն եզր գլխարկի ձվաձևն ենք նկարում։ Սա գլխարկը կլինի, սիրելի փոքրիկներ, մեր ավանակի։ Հիմա շատ հեշտ ձևով, շատ դյուրին ձևով ձեզ սովորեցնում եմ նկարել մեր ավանակին։ Այսպես ուրեմն, այստեղից այս մասից դունչիկն ենք նկարելու։ Այստեղից երկար ականջները։ Գիտեք չենք շարունակի, նույն ուղղությամբ այստեղ մի փոքր կերևա մյուս ականջը։ Ականջին կարող ենք խորություն տալ, սիրելի փոքրիկներ։ Հիմա եկեք դունչիկը, քթանցքը, աչքերը նկարենք, հետո կանցնենք մարմնին։ Կորգծիկով այսպես բաժանվելու է, դունչիկը, հետո նկարելու ենք քթանցքը անձրևի կաթիլի նման։ Այսպես 1,
2 աչքերը ուզում եմ փակ նկարել երևի հպարտ քաղաքացի է չէ հպարտ դասական ավանակ է դրա համար այսպիսի կիսալուսնաձև պատկեր ենք նկարելու իբր աչքերը փակ են մի քիչ ամոթ խած է ճակատային մասում այս սուր անկյուն եւ վերջ իմ լավ բարեկամներ գլուխը նկարեցինք մեր ավանակի հիմա մարմինն ենք նկարում պարանոցից ենք սկսելու կոր գծիկով այսպիսի մի պատկեր ենք նկարում այսպես միացնելու ենք իրար էլի կոր գծիկով սա մարմինն է արդեն պատկերացրեք իմ փոքրիկ բարեկամներ հիմա տաբատն ենք նկարելու այստեղ սուրանկյուններ որպեսզի տաբատը նկարենք դե տաբատը արդեն գիտեք ինչի մասին է խոսքը շալվարի մասին է դասական շալվարի այսպես կոր գծիկներ հետո ոտքերը խաչված կնկարենք սիրելի փոքրիկ բարեկամներ այստեղից տեսեք տաբատի մի թևիկն եմ նկարելու կոր գծիկ մյուս թևիկը այսպես ոտքերը խաչում եմ իրար տեսակ հիմա ամրակներ եմ տալու այստեղ կոճակներ 1 2 այստեղ տաբատը պահող ամրակներ եմ նկարելու այստեղից կնկարենք այսպես հիմա եկեք ձեռքերը նկարենք նոր կոշիկները կարող ենք սկզբից կոշիկները նկարել տեսեք ինչ եմ անելու եթե կոշիկներն ենք նկարում սկզբից կրունկը այստեղ կնկարեմ կոշիկը ծալված դեպի ձեզնից աջ հետո մյուս կոշիկը հակառակ ուղղությամբ կնկարեմ կրունկը դեպի ձախ այստեղ եթե ստվեր տամ ոտքերի տակ այսպես պատրաստ է հիմա իմ լավ բարեկամներ նկարելու եմ ձեռքը դեպի լայն եզր գլխարկը տարած իսկ աջ ձեռքը ձախ ձեռքը երևի թե ձեռնափայտը բռնած այսպես ուրեմն այստեղից ձեռքը կծալենք ձեզնից ձախ հետո աջ վերև սմբակն ենք այստեղ նկարելու ու ձեռքը շարունակենք սմբակը կառանձնացնենք շատ լավ է նույն ուղղությամբ նկարելու ենք արդեն ձախ ձեռքը բարձած դեպի ներքև ձեռնափայտով ինչքան դեռ երկար ժամանակ ունենք այստեղից դեպի ներքև նկարում ենք ձախ ձեռքը սմբակը այստեղ կերևա ու իմ ձեռնափայտը սիրելի փոքրիկներ այստեղից պոչիկ կանենք եւ փայտիկը քիչեցնենք մինչեւ հատակը ստվեր այստեղից հատակը կընդգծենք եւ պարանոցին զիգզագաձև մազիկներ մեր ավանակը պատրաստ է պետք է նրան ներկել բայց մինչ ներկել ես ուզում եմ ընդգծենք մեր նկարած հերոսին նոր ներկենք այսպես ամբողջովին ես հաստ գծիկով ընդգծում եմ հիմա ասում ենք տաբատին սիրելի փոքրիկներ եզրագծում եմ ավելի ճիշտ եթե ճիշտ այդպես արտահայտվեմ հաստ գծիկով եզրագծում ենք հիմա տաբատի ձախ թևիկն ենք ընդգծելու ասում ենք ձեռքին փայտիկը չեմ ընդգծի սիրելի փոքրիկներ եւ այսպես մազերը պարանոցի վրա գտնվող անցնում ենք ձախ ականջին թերը հիմա կասես քանի րոպե է մնացել որպեսզի շատ արագ ներկենք վերջ ես ավանակին ամբողջությամբ ներկելու եմ մուկ դեղին մատիտով այսպես դունչիկը սպիտակ կթողնենք մի այլ գույնով կներկենք մազերը նույնպես մի այլ գույնով կոպերի կողերը սպիտակ կթողնեմ ես գլխարկը հետո կորոշենք ինչ գույնով ենք ներկելու հիմա ես ձախ ականջն եմ ներկում եթե նկատում եք սպիտակ մասեր եմ թողնում հետո աջ ականջը մի փոքր երևացող
Անցնում ենք պարանոցին։ Դե ամրակները մի այլ գույնով ենք ներկելու, դրա համար կընդգծենք։ Տաբատի ամրակները այսպես գոտին, ինչպես ցանկանում եք։ Այս ամրակին էլ կարող եք գոտի անվանել։ Այսպես էլի ընդգծում ենք պատկերը, շարունակում ներկել դեղինով, դու չկտեսեք սպիտակ մնաց։ Մեր ինտելիգենտ ավանակը, կարծես թե գունեղ է դառնում, այսպես, անցնում ենք ձախ ձեռքին, լավ է, բայց չէ, ինչ ենք անելու, ես նարնջագույն եմ ուզում ներկել լայն եզր գլխարկը, մի փոքր թող գունեղ լինի, շերտիկը չենք ներկի, մի այլ գույնով կներկենք, հիմա նայեք կլորություն ստանալու համար ձախակողմյան և աջակողմյան մասերից կլորացնում եմ ես։ Հիմա լայն եզր գլխարկի այս հատվածն ենք ընդգծում։ Այսպես և սկսում ենք ներկել։ Զուգահեռ գծիկներով ներկեք, գեղեցիկ կստացվի։ Կանաչ մատիտը կվերցնեմ, շերտիկը կանաչ կներկենք սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես։ Եկեք ամբողջությամբ ընդգծենք և աջակողմյան, ձախակողմյան մասերից ավելի մուգ ներկենք։ Շագանակագույն մատիտ ուր ես, ահա նա։ Քթանցքը շագանակագույն ենք ներկելու։ Այստեղ սմբակները կընդգծենք, մազի թելիկները, այսպես զուգահեռ գծիկով ներկելու ենք։ Մյուս սմբակը, տաբատը ինչ գույնով ներկենք, եկեք ներկենք մանուշակագույն, այսպես, նախ և առաջ ես ընդգծում եմ նկարված պատկերը տաբատի, որպեսզի գծիկից դուրս չգանք, այսպես եզրագծում եմ կոճակները, որովհետև ուրիշ գույնով ենք ներկելու, նոր փորիկը կլորացնելու համար ձախակողմյա, աջակողմյա հատվածներից այսպես մուգ մանուշակագույն եմ ներկելու։ Ձախակողմյա մասը ավելի մուգ եմ ներկում, տաբատը կլորանում է, եթե նկատում եք։ Կարմիր մատիտը կվերցնեմ, սիրելի փոքրիկներ, այ ամրակները կարմիր կներկեմ, այսպես ընդգծեմ նոր։ Այսպես։ Ձեռնափայտը նույնպես կարմիր կներկեմ։ Կարմիր եմ ներկելու նաև կոշիկները։ Այսպես։ Սպիտակ մասեր էլ կարող եք թողնել, այսպես կանաչ մատիտ ուր ես, ահա նա, մարգագետինը կանաչ կներկենք, նաև կեզրագծենք տաբատը, ուղղակի շատ արագ եմ ներկում, քանի որ քեռին ասում եմ ես շատ քիչ ժամանակ է մնացել, ես այսպես կընդգծեմ մի փոքր կանաչով, այսպես։ Դուք կարող եք խոտիկներ նկարել, բնություն, ծաղիկներ, ինչպես ցանկանում եք սիրելի փոքրիկներ։ Գուցե երբ որ պատմություն հորինեք, այս հեքիաթ պատմությունը մարգագետնին կամ խոտիկների մեջ մի այլ բան նկարեք ըստ իր մանկական երևակայության, բաց դեղին մատիտը վերցնելու եմ դունչիկն ենք մի փոքր կլորացնելու ձախակողմյան եւ աջակողմյան հատվածներից, մի փոքր կարող եք երանգավորել դեղին մատիտով, այսպես, մեր ինտելիգենտ ավանակը պատրաստ է, կապույտ մատիտը մեզ օգնության կգա, սպիտակ թղթիկը այսպես կնկնջենք, սիրելի փոքրիկներ, կճնշենք,
Դուք կարող եք նաև մեր այս ավանակին բեմում նկարել, ինչպես ցանկանում եք։ Երբ ասում եմ ճնշել, ընկճել, դա չի նշանակում սիրելի փոքրիկներ, որ հերոսին պետք է ընկճեք, այլ սպիտակը։ Վերջ պատրաստ է իմ լավ բարեկամներ, քաղաք Երևանից Նարեկ Սարգսյանի խնդրանքով, նա 12 տարեկան է, ուրիշ շագանակագույն է, այստեղ մի բան ենք մոռացել, այս ճակատի մազիկն էլ շագանակագույն ներկենք, 12 տարեկան, խնդրել էր Քերի Մուլտիկնիկին, որպես Քերի Մուլտիկնիկը հետաքրքիր վերնագրով մի հերոս նկարի, դասական ավանակ վերնագրով։ Ահա, կարծում եմ, մենք մեր Նարեկի առաջադրանք կատարել ենք, կոճակներն էլ դեղին ներկեն, այն պատրաստ է, նաև մասնակցում եմ մրցույթի, նկարում եք այս հերոսին, գուցե ետևի մասում բեմը նկարեք կամ բնություն, որտեղ գտնվում է ըստ ձեր պատմության, օրինակ մի փոքրիկ պատմություն ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, որպես մրցույթ, այսպեսի մի հայտարարություն եմ անելու, լավագույն 3 նկարի եւ պատմության հեղինակները ապաչի կողմից կստանան նվերներ, իսկ Քերի Մուլտիկնիկը կհրավիրի մասնակցելու մեր հաղորդմանը։ Այսօրվա համար այսքանը, ժամանակը սպառվեց, ես պետք է հիշեցնեմ մեր հասցեն, ձեր նամակները Քերի Մուլտիկնիկին հասնելու համար։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի մեծեր, բաժանորդագրվեք Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Գիտեք ինչի համար եմ ասում, այնտեղ լիքը մուլտֆիլմեր կան, վարպետաց դասեր, հաղորդումներ, որ երբևէ չեք դիտել հեռուստաեթերով։ Այսքանը իմ լավ բարեկամներ։ Քերի Մուլտիկնիկը, դասական ավանակը, մույթ աշխարհի բոլոր հերոսները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, գրեկերներով, նույնիսկ աղի ձողիկներով հանդերձ ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Իսկ հիմա այլ բուլդա, Աստված ձեզ պահապան։ Oh!